Շնորհակալություն։ Ես բոլոր կետերին օբյեկտիվորեն չեմ հասցնի անդրադառնալ։ Ժորժ ջան, կոռեկտության կտորը դուք եք խախտում, էլի, պարոն Հակոբյան, եկեք արձանագրենք, դուք անձամբ չէ, բայց կոռեկտության միջավայրը այսօր առաջինը դուք խախտեցիք։ Երբ որ ասում եմ անվճար լեկցիաներ է խոստանում ձեր գործընկերը, ես կարամ օրինակ անվճար լեկցիաներ կարդամ, ոնց տարբերակել խիստ ու սուր քաղաքական քննադատությունը մարդուն անձնական վիրավորանք, ասենք օրինակ, էլի, մարդու անվան ազգանվան հետ կապված ինչ որ տես կալամբուրներ, որոնք լավ դնենք մի կողմ կոռեկտ չեն, ուղղակի տափակեն, տենց լավ չի բերում դա լավ մթնոլորտի։ Հիմա ասենք ձեր ֆրակցիայի ղեկավարը երեք հանձնաժողովում քննարկում ենք ունեցել, շատ կոռեկտ, շատ նորմալ հարց ա տվել, պատասխանել եմ, ասենք կարող է բավարարել, կարող է չի բավարարել, բայց այդ մթնոլորտը չի խախտվում։ Խնդրում եմ ֆիքսեք, որ այդ մթնոլորտը խախտում է ձեր գործընկերը եւ ձեր գործընկերոջը փորձեք սաստել։ Հիմա բովանդակային Fleet management-ը հազիվ 1000-ից 1 Telcel-ի պայմանագրից մի ճիշտ մեջբերում ա բերվել, այո, ճիշտ է, նախատեսված էր, որ Telcel-ի հետ պետք է իրականացվի, բայց հաշվի առնելով, որ նաև կենտրոնական բանկը խնդիր ա տեսել ոչ վճարահաշվարկային կազմակերպությունը նման սիստեմներ դնի, մենք որոշել ենք համաձայնագիր կնքենք այդ սիստեմը Telcel-ը չիրականացնի, դա փոխարինելով համարժեք իր պարտավորությամբ։ Էս այդ մասով։ Mobile app-ի մասով, որ պետք է պարկինգի ծրագիր լինի, որպեսզի ազատ կայանատեղիները Երևան, ընդհանուր application-ը մինչև տարվա վերջ մենք կհրապարակենք, այդ մոդուլն էլ կարծում եմ եկող տարվա առաջի եռամսյակում նույնպես պատրաստ կլինի։ Մի հատ sense բան էլի, պարոն Թորոսյան, ես իրականում շնորհակալ եմ, որտեղ երեք հանձնաժողովում կողմ եք քվեարկել, ես էլի եմ ասում, այդ բարեդրացական մթնոլորտը չեմ ուզում խախտեմ, բայց ամեն դեպքում անդրադարձ ձեր ասածներին, որ ասում եք կառավարման կենտրոնը եթե ճիշտ քննարկեիք, այդ գաղափարը կառաջանար։ Ախր այդ նախընտրական ծրագրերը կարդացեք, էլի, ճիշտ է, մերը մի քիչ ծավալուն էր, դուք էլ երևի ձերի կազմանն էիք ավելի շատ դրանով էիք տարված, որտեղ քարոզարշավի վերջերում նոր հրապարակեցիք, էլի, ես չգիտեմ, մենակ ես եմ կարդացել երևի, բայց մեր նախընտրական ծրագրում կոնկրետ գրած է, ստեղծելու ենք մոնիթորինգային կենտրոն, միասնական տվյալների բազա եւ տրանսպորտային միջոցի հոսքերի կառավարման համակարգ։ Այսինքն սա մեր նախընտրական ծրագրում է, բայց մի բան էլ ասեմ, այս էլ նենց չէ, էլի, որ yaman ինչ իդեա է, որ այս ինչ որ իրանից եսի ինչ ա ներկայացնում, սա հայտնի մոտեցումներ են, սա իմպլեմենտացիան է գործը, հետևաբար, որ այդ իդեան ներկայացնում եք որպես ինչ-որ տենց բան, որ մենք, որ իրար հետ քննարկենք կառաջանար ձեր մոտ այդ իդեան, նախընտրական բանի ժամանակ է, ներողություն։ Այդ մասը կարդացեք։ Պարոն Հայկ Գրիգորյան, ես 2019 թվականից ի վեր քաղաքացիական պայմանագիր թիմի անդամ եմ ու բոլոր քաղաքական բաց թողումների համար քաղաքական պատասխանատվություն եմ կրում, բայց այդ կարդալը իրոք վախենալու չի կծում, բացեք մեր, ասենք, կայքը նայեք, 2021 թվականից համակարգում եք տրանսպորտի ոլորտը, այ եղբայր ջան, ես 2022 թվականին եմ այս կառույցում նշանակել, ոնց մինչև այդ համակարգել, էլ չեմ ասում, որ տրանսպորտի ոլորտն 23-ից եմ համակարգում, ու հետո խոսում եք պրոֆեսիոնալիզմից, ամիսը մի անգամ մի հատ ելույթ պետք է ունենա մարդ, էլ եկեք մոտ հասկանանք, այդ 3 հատ փաստ ասում, մի հատ ու այդ փաստը ստուգելը 3 րոպե է, մի հատ կայք ես մտնում, 2 տող բան ես կա, էդ էլ չի անում, ու հետո դուք ուզում եք ասել, սա վերահսկող մարմին է, վերահսկող մարմին է, այո, բայց եթե ուզում ես արդյունավետ որակյալ վերահսկողություն անես, ուզում ես քեզ լուրջ ընդունեն, սենց մանր կիքսեր չի կարելի թույլ տալ, այ ձեր ցավը տանեմ, ես էլ եմ ազգային ժողովի падգամավոր եղել, գործադիր իշխանությանը վերահսկող եմ եղել, նախագիծը որ բերում էին, կարդում էի, հիմնավորումը կարդում էի, բան էի անում, որ իմ ասածը լուրջ ընկալվի, խնդրում եմ այդ մինիմալ աշխատանք իրականացնեք։ Բերի մասով, հա, մի բան էլ էլի, պարոն Թորոսյան, անկեղծ այդ թվերը, այ դուք 50 չհավաքեցիք եւ այլ, դուք քաղաքական ուժ եք ստեղծել։ Կլինի մի հատ համայնքային ընտրության մասնակցեք, հասկանանք, էլի, չեմ, վատ բան չի, կարող է իրոք շատ ձայն հավաքեք, ես դեմ չեմ, բայց շատ հեշտ է, գիտեք, ստեղծել քաղաքական ուժ, ասել մենք դեմոկրատ ենք, մենք էլ ենք տենց առաջադեմ, մենք նախկին չենք ու ոչ մի ընտրության չեք մասնակցում, դա Ռոբերտ Քոչարյանին ասում եք հեռացեք քաղաքականությունից։ Եկեք ձեզնով քաղաքական դաշտը լցեք, հեռացրեք Ռոբերտ Քոչարյանից, խնդրելով կարող է հեռանալու է։ Տասնամյակներով խնդրում ենք, ինքը չի հեռանում խնդրելով։
Մի բան էլ ասում եք բյուջետային բեր, ծանր բեր բյուջեի վրա, Ժորժ ջան, Երևան տրանսի հիմիկվա բյուջեից տարբերությունը, որ անգամ 12 ենք անում, 140 միլիոն է ստացվում մոտավորապես։ Գիտեք դա պետական ներողություն եմ խնդրում, համայնքի բյուջեի սեփական եկամուտների, այն մեծ թվից պատվիրակացը մեջը չեմ հաշվում։ Սեփական եկամուտների քանի տոկոսն է։ 0.16։ Դուք 0.16%-ի համար լուրջ եք համարում, այս ամբիոնին մոտենակ ասեք հարգելի երևանցիներ բեռը ավելանում։ Գիտեք ինչ եք տենց անում։ Ինձ թվում է, որտեվ այս հաշվարկը չեք արել կամ հարցում չեք արել կամ չեք իմացել։ Եթե իմանալով եք անում, այդ ավելի վատ է, դրա համար ավելի լավ է թող լինի առաջի տարբերակը։ Հանգրիքորյան վերջ։ Մի րոպե ավել ելույթներ էին լինում, բայց ես ծնգոցը կհարգեմ։ Չմոռանաք հավանել տեսանյութը և բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։